Քանի որ շատերը հետաքրքրվում էին Արման Նավասարդյանի գրքերով, ասեմ որ իր գրքերը կա Մատենան Դարարի մոտի գրախանութում, գիտեք մի փոքր ներքև էնտեղ, եւ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող գրախանութում բուկինիստում, ով որ հետաքրքրված է, կարող է գնա ինտերնետ ձեռք բերի։ Մյուս հայտարարությունը կապված է, մենք նախատեսում էինք ուրբաթ օրը ժամը 5-ին Աբդուլ Համիդի վերաբերյալ այդ ֆիլմի դիտումը կազմակերպենք, բայց մենք մոռացել ենք, որ մի խնդիր ունենք։ Մենք այստեղ բարակուրներ չունենք, իսկ ժամը 5-ին դեռ շատ լույս է։ Եթե մենք սկսենք 5-ին, ոչինչ չեք տեսնի։ Դա համար մեր առաջարկը հետևյալն է։ Քանի որ մեր դասընթացը վերջանում է ամսի 7-ին, հետո 8-ին 9-ին դա շաբաթ կիրակի է, կարող ենք երկուշաբթի օրը, ովքեր ուզում են, նույն 7:30 եւ ֆիլմի դիտումը կազմակերպենք ամսի 10-ին երկուշաբթի 7:30։ Եղավ, ով ուզում է, ուրեմն կրկնում եմ ամսի 10-ին 7:30։ Մեր կարծում եմ լավագույն բանախոսներից մեկը, որը շատ հետաքրքրեց իմ թեմանցես, դա Վազգեն Սիսիլյանը երբ որ խոսած Ասալայի մասին։ Այսօրվա մեր բանախոսն է պարոն Գևորգ Յազычյանը, որը պիտի խոսա հայոց նորագույն զինյալ պայքարի գաղափարական հենքի մասին, որովհետև իհարկե զինյալ պայքարը կարևոր է, բայց առանց գաղափարի նման պայքար չի լինում։ Խնդրեմ պարոն Յազычյան։ Մենք ընդհանրապես 45 րոպե ենք նախատեսում բանախոսությանը, ապա մի 45 րոպե հարց ու պատասխան։ Եվ եթե հարցեր շատ են լինում, թույլ եք տալիս ովքեր որ գնում են գնան, ովքեր մնում են, ևս մի կես ժամ էլ խոսում ենք։ Խնդրեմ։ Ողջույն ձեզ, ողջույն, բարի երեկո։ Սպյուրքում զավարված անցյալ դարի երկրորդ կեսին ծավալված ազգային ազատագրական պայքարը անշուշտ չստեղծվեց մի բաց դեղում, դադար դեղում, դա ուներ նաև նախընթացը, ինչպես գիտեք պետական շարժման անկումից հետո և մեծ եղերնից հետո ծավալվեց նեմեսից վրիժարական այդ գործողությունների շարքը, որից հետո երբ հարցեր առաջացան Շահան Նաթալիի և Դաշնակցության բյուրոյի միջև, Շահան Նաթալին ստեղծեց արևմտահայ ազատագրական ուխտը։ Մյուս կողմից ցես շատ-շատերին ծանոթ է, որ Գարեգին Նիժդերն նույն 30-ական թվականներին, հատկապես Բալկաններում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծավալեց սերագրոն շարժումը։ Սակայն դրանք չունեցան շարունակություն մի քանի պատճառներով, առաջին ուրեմն հայկական ներքին կյանքի բարակումներ, երկրորդը մոտալուտ համաշխարհային պատերազմը և հայկական զանգվածների համակերպումը, մի տեսակ 20-ական թվականների կեսերից հետո, մանավանդ Լոզանի դաշնակցից հետո, անկումային բարգավաճական դրամատուրգներ կային հայկական միջավայրում, հատկապես Մերձավոր Արևելքում, և դրա պատճառով ծավալվել էր այսպիսի մի գաղափարախոսություն, որտեղ հաց, այնտեղ կաց։ Ավելի լավ է մենք ուրեմն ոչ թե պայքարենք մեր հողերի համար, այլ առհասարակ հայապահպանության համար։ Ես երևի բարձր խոսեմ, լսում է, չէ՞։ Այդ հայապահպանությունը, այդ գաղափարախոսությունը շարունակվեց, մինչև կարելի ասել մյուս այս օրերին է շարունակվում, շատ եք լսում, բայց բովանդակ գազուրկ է, այսինքն նպատակը դարձավ ինքը հայապահպանություն եւ ոչ թե միջոց, հայապահպանություն, հայ մնանք, այսօր շատերը մանավանդ Հայաստանի Հանրապետության այս վերջին ժամանակաշրջանի մեծ արտադրանքից եւ այլնից հետո շատեր հարցեր են տալիս, լավ հայ մնանք, որ ինչ անենք։ Մեկը Հայաստան պիտի չվերադառնանք, այսինքն հենց մեկ հայապահպանության պիտի լիներ Հայաստան վերադարձի գաղափարը։ Այդ Հայաստանը կլիներ սովետական Հայաստան կամ հետսովետական այս ժամանակաշրջանի Հայաստանի Հանրապետությունը, թե ազատագրվելիք Հայաստանի տարածքները։ Եվ այս խարխափումը շարունակվեց մինչև 60-ական թվականների կեսերը։ Մի որոշ ժամանակ, երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին տարին,
եւ նրանից հետո մի քանի տարիների մինչեւ Սարը պատերազմի այսպես ուժեղացումը 40-ականների այսին երկրորդ կեսին որոշակի հույսեր առաջացան, հատկապես ըստ սովետական միությունը որոշ տարածքային այսպես պահանջներ ներկայացրեց Թուրքիայի Հանրապետությանը։ Գիտեք այդ պատմությունը, հատկապես Կարսի ու Արտահանի շրջաններին էր վերաբերում, սակայն այդտեղ մի խոսքով Ֆուլտոնի ճարը, Չերչիլ, Ռումենիան վարդապետություն, դոկտրինա եւ այլն եւ մարեցին նաեւ այդ ուրեմն թույլ հույսերը, որ կարելի է ինչ-որ բան բողել Թուրքիայից, թեկուզ սովետական միության ճանապարհով եւ դա գցել սովետական Հայաստանին։ 60-ականների սկզբին, երբ արդեն համաշխարհային ճգնաժամը ավարտել էր եւ ուրեմն որոշակի բարեկեցիկ կյանք էր ստեղծվել Սփյուռքահայ գաղթօջախներում, հատկապես Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հարավային Ամերիկայի երկրներում, Մերձավոր Արևելքի երկրներում, մյուս կողմից Մերձավոր Արևելքի երկրները Իսրայելի հատկապես առաջացումից հետո սկսել էին այսպեսի մի ամբողջ քաղաքական ու զինվորական անկայուն մի իրավիճակում հայտնվել։ Այս բարակային սկսեցին հայկական զանգվածները հաստատել լավ մեր վեճ ինչ են լինում, անորոշ մի իրավիճակ, այսպես արդյունքում զուլում է արդեն, առաջի սերունդը Եղեռնի անցնում էր, երկրորդ սերունդը սկսվում էր արդեն ուզացումը, երրորդը արդեն մանավանդ տեղերում, որտեղ հայկական դպրոց եւ ուրիշ հայկական կառույցներ չկային, կամ քիչ կային, կամ հերոյ էին ուրբանիզացիայի պատճառով եւ այլն, արդեն զուլվում էին։ Մի խոսքով պետք է մի այսպիսի արթնություն։ Այդ արթնությանը նպաստեցին մի քանի այսպես դարազած շրջանային եւ միջազգային հանգամանքներ, ես կարող եմ ասել 60-ական թվականներին։ 60-ական 65 թվականին մեծ Եղեռնի 50-ամյակը պիտի նշվեր մեծ կարողությամբ։ Սովետական փաստաթղթերը, եթե դուք գնայեք, շատ հետաքրքրական է, այստեղ ղեկավարը Յակով Զարոպյանն էր, փորձում էր նա, թեև ինքը ռուսական միջավայրի ծնունդ էր, բայց փորձում էր ինչ-որ բան թեկուզ ներքին կարգով լուծել։ 60 թվականին, այս 1960 թվականին սովետական Հայաստանում նշվեց 40-ամյակը, սովետականացման 40-ամյակը, այդ արդիվ ղեկավարը Նիկիտա Խրուշչովը այդ օրերի պիտի գար Երևան։ Բայց հետասկվեց ինչ-ինչ նրա պայմանավորվածությունների պատճառով եւ եկավ 61 թվականի գարնանը։ Այդ արդիվ այսպես կոչված Սփյուռքահայ առաջադիմական կուսակցություններից եւ կազմակերպություններից պատվիրակություններ հայտնվեցին Հայաստանում, հնչակյանները, ղեկավարները, կոմունիստները իհարկե եւ ուրիշ այսպես հասարակական որոշ քշիր ունեցող կազմակերպություններ, ինչպես ասենք հայկական բարեգործական ընդհանուր միություն եւ այլն։ Եվ Խրուշչովի այդ անձնական հանդիպման ժամանակ, շատ այսպես ջեպազնույցի ժամանակ, այդ Սփյուռքահայ կառույցների ղեկավարները խնդիր դրեցին գոնե Նախիջևան ու Ղարաբաղ ու Ջավախքը վերադարձնել սովետական Հայաստանին գցել։ Նա հստակ պատասխան տվեց, որ մենք այդպիսի հարցեր չենք քննարկում, այն պատասխանը ինչ-որ հետագայում Գորբաչովն էր տալու, որ նման բազմաթիվ հարցեր կար սովետական հանրապետությունների միջև այդ Պանդորայի դուք որ բացենք, այսինքն կարող է մեզ այսպես տագնովրայությունների պատճառ դառնալ։ Վերադարձան այս պատվիրակությունները եւ ինչպես նշեցի, արդեն կար բարեկեցիկ մի որոշակի վիճակ եւ որոշվեց նշել մեծ շուկով մեծ Եղեռնի 50-ամյակը։ Այստեղ մեծ պետությունները փորձում էին նաեւ իրենց շրջանակները անել հայկական միջավայրում 63-ին, հատկապես այդ Կարիբյան ճգնաժամից հետո որոշակի ուրեմն այսպես լարվածության թուլացում էր նկատվում, որի դրսևորումներից մեկը հայկական կյանքում այդ երկու կաթողիկոսությունների միջև առաջացած այդ լարված վիճակի որոշակի թուլացումն էր եւ կարողացան հայկական ավանդական երեք կուսակցությունների ներկայացուցիչները իրար մոտ գալով որոշեցին միացյալ ճակատով հանդես գալ։ Մինչ այդ ամեն մեկը ինքն էր նշում, ապրիլի 24-ի օրը կամ այդ օրերին ինչ-որ միջոցառումներ, սերնակներ կազմակերպել եւ այլն։ Այդ արդի որպեսզի ձեռքից բաց չթողնի, սովետական Հայաստանի ղեկավարությունը ինքն էր որոշեց 50-ամյակը նշել, բայց այստեղ տեղի ունեցան որոշակի այսպես չնախադեсված հարցեր, այդ օրերի
պատմություն ուսումնասիրողները պետք է հանդիպեն, մեծացավալ ցույցեր, առաջին անգամ լինելով սովետական միությունում, ազգային պահանջներով, շեշտում եմ, շատ եղել են Նովոչերկասկում, սոցիալական պահանջներ եւ այլն, բայց եւ շրջում էին մի լոզունգով, շատ հետաքրքրական է այդ լոզունգը եւ այդ լուսանկարները պահպանվել են։ Մեր հողերը, դա են բառնարկում։ Օպերայի շենքում կատարվում էր ուրեմն հիմնական հանդիսությունը եւ այդ բազմատասնյակ հազարանոց ցույցը ուղղվեց օպերա եւ դրսույթ բանվանդակում էին մեր հողերը։ Շատություն դասեք ցեղասպանության հարց չի բարձրացնել։ Մեր հողերն են պահանջում։ Նույն օրերի Բեյրութում հատկապես կայացավ այդ 50-ամյակի այսպես միջոցառումների շարքը կայացան արտասահմանում, որից հետո էլի սկսվեցին ուրեմն միավորված ազգերի կազմակերպություն, այլ միջազգային կառույցներ, դիմումներ, չգիտեմ, այսպես հետապնդումներ, իրավական մասնախմբերի աշխատանքներ, այսօրվա եզրաբանությամբ լոբիստական աշխատանքներ, բայց որևէ մեկ արդյունք չէր տալիս։ Թուրքիան միանշանակ կերպով ժխտում էր, ինչպես գիտեք, մինչև այսօր է ժխտում է ցեղասպանության փաստը։ Նույնիսկ հայտարարում են, որ որևէ մեկ հողային հարցի մասին նույնիսկ չեն ուզում լսել։ Այսօր չեն ուզում լսել, նույնիսկ ինչպես գիտեք, Ադրբեջանը չի ուզում լսել, իրենց իմանալու փաստն է։ 60-ականների վերջին, հատկապես 68 թվականներին, ուսանողական մեծ շարժում կար Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում։ Իսկ աշխարհում տարբեր տեղերում նաև կար ուրիշ տեսակի պայքար, կրավորական, այսպես պասիվ պայքար, հիպիների շարժումը, ինչպես ծանոթ է։ Ամբողջ երիտասարդությունը, համաշխարհային երիտասարդությունը գտնվում էր մի այսպիսի փնտրտուքի մեջ, արտահայտելու իր բողոքը սոցիալական եւ միջազգային նաև իրադրության մեջ այսպես անարդարությունների դեմ, հատկապես Վիետնամում, Ամերիկայի ծավալած պատերազմի դեմ։ Հայկական միջավայրը ես որոշակի փոքր ժամանակ հիշում եմ Լիբանանում, Պալեստինյան շարժումը արդեն հիմնվել էր 1965 թվականին եւ հիմնական հիմքը արդեն ստեղծել էր Լիբանանում։ Սա շատ կարևոր մի հանգամանք է, հատկապես Ասալայի հետ առնչված, Ասալայի ծննդի եւ որոշակի չափով նաեւ գաղափարախոսության գծով։ Այդ փնտրտուքը նաև հայկական միջավայրում կա։ Երիտասարդները հարց են տալիս, լավ, նույնիսկ կուսակցական ուսանողական շարժումներում եւ այլն, լավ, այսպես դիմումներ անում ենք, մակին ենք ուղարկում, չգիտեմ, սրան ենք, այսինչ մեծության ենք դիմում այնտեղ եւ այլն, բայց չի լսում ես։ Ինչպես անենք, որ մեզ կոնե ինչ-որտեղ հաշվի առնեն, որպես գործոն հաշվի առնեն։ Այստեղ այս փնտրտուքն է, չէ՞, եւ պալեստինցիները իրենց արդեն գործողություններն են իրականացում թե Իսրայելի տարածքում, թե տարբեր երկրներում, այսօրվա այսպես եզրաբանության ապեքշական գործողություններ կատարելով Մյունխենի օլիմպիադայում 1972-ին 11 մարզիկներ սպանվեցին եւ այլն, եւ այդ ժամանակաշրջան թեւս շատ քիչ, բայց հայ երիտասարդներ, մանավանդ ուսանողներ, որոնք սովորում էին տարբեր Լիբանանի, տարբեր բուհերում, թե շփում են տեղացի ուսանողների եւ նրանցից ուրեմն այսպես գաղափարական մի ամբողջ այսպես փնտրտուք, այսպես բան է, ինչ ասեմ, մի այսպես գեներացիայի մի իրավիճակ է։ Այս փնտրտուքի ժամանակ 1973 թվականի հունվարի 27-ին, այդ մասին երևի վարդապետի Սանտա Բարբարա քաղաքում Լոս Անջելեսի մոտ Տուրքիան Յանիկյանը ուրեմն սպանեց այդ Լոս Անջելեսում Տուրքիայի գլխավոր հյուպատոսին եւ նրա տեղակալին։ Հայկական արձագանքը եղավ դարբեր, հիմնականում այպանեցին այդ ուրեմն շարժումը, այդ արարքը, ոմանք նույնիսկ դարձեցին որպես ինչ-որ խելագարի արարք, ինչ-որ անհավասարակշիռ մարդու արարք, կամ ինչ-որ 78 տարեկան արդեն ինչ-որ մարազմատիկ դրսևորումներ եւ այլն։ Սակայն մի որոշ հատվածի մոտ, երիտասարդների մոտ, դա ուրեմն արտասվեց հետեւյալ միտքը՝ լավ, որովհետեւ ինքը բարձրացրել հետեւյալ լոզունգը Յանիկյանի բարերն են ես հիմա ասելու։ Ասում է, ես հայտարարում եմ հայ անհատի գրիվը թուրքի դեմ, անհատական հայ անհատի պայքարը թուրքի դեմ։ Հիմա այսպես երիտասարդները Լիբանանում ուսանողներ հատկապես դպրոցական բարձր տարիքի կամ համալսարաններում սկսեցին այսպես իրար մոտ գալով, հաստատ որ միգուցե ճիշտ է այս մարդը։
Բայց նաև պետք է ունենալ այս իր գաղափարական հիմնավորումը նաև այս գաղափարը մամուլը շատ մեծ դեր կատարեց։ Էլի շեշտում եմ Լիբանանում, որովհետև ասալամ ծնունդ արա Լիբանանում, նույնպես նաև հայկական ցեղասպանության արտադրության մարտիկները, գլխավոր երկու կազմակերպությունները ծնվել են Լիբանանում։ Թե դրանց մեջ հետագայում նաև ընդգրկվեցին շատ բազմաթիվ գաղթօջախներից եկած երիտասարդներ եւ այլն։ Երկու բարբերական շատ մեծ դերակատարություն ունեցան այս հայկական ազատագրական զինյալ պայքարի գաղափարական հիմնավորման համար։ Մեկը ոչում էր երիտասարդ այ, դա ամսական երկու անգամ էր լույս տեսնում, անկախ երիտասարդներ էին, մտավորական 20-30 տարեկան հասակում եւ արծարծում են դարբեր բնույթի այսպես ազատագրական շարժումների մասին էին գրում, Աֆրիկայի, ուրեմն Աֆրիկան ծավալված, արդեն հակագաղութային շարժումների մասին, Բավեսինյան ջամբարներ էին գնում, Բավեսինյան ֆիդայական շարժման արտացոլումներ այնտեղ, մյուս կողմից կար երկրորդ բարբերականը, որ սպիրտ շաբաթաթերներ Լիբանանում, Սիմոն Սիմոնյանի խմբագրությամբ։ Սիմոն Սիմոնյանը սկզբից հենց ուրեմն կապ այսպես միավորում էր մի անկախ մտածող երիտասարդ մտավորականների, գրողներ, նկարիչներ, խոսքով արվեստագետներ եւ այլն։ Եվ դրանց մեջ նկատեց, որ կա որոշակի հակում դեպի զինյալ պայքարի որդեգրումը։ Բայց բուն հունավորումը կատարողը, բուն գաղափարական հիմքերը դնողը, ավստրալիայի շարժման, կարելի ասել եղավ Սպիրկի հաջորդ խմբագիրը, որին Սիմոնյանը զիջեց, իր կնոջ եղբայրները, Լևոն Պաչեմյանը, գրող Լևոն Պաչեմյանը, որը հստակեցրեց որոշակի հարցեր, կապ ստեղծվեց ուրեմն հետագայում Հակոբ Հակոբյան զասկարումը ստացած այդ անհատի հետ, Հարություն Հակոբյանի հետ, որը թրծվել էր արդեն Բավեսինյան կազմակերպություններում եւ ծնունդ առավ ասարա 1975 թվականի հունվարի 20-ին։ Հետաքրքրական է, որ ուրեմն գաղափարական որոշ առնչություն ունի ասալայի անվանափոխությունը, ինչպես գիտեք նաև որոշ անուններ կազմակերպությունների, նրանց խորհրդանիշները, դրոշները, զինանշանները եւ այլ այսպիսի խորհրդանիշ համարողները ուղղակի կապ ունեն նրանց գաղափարախոսության հետ։ Առաջին գործողությունը, որ կատարվեց հունվարի 20-ին 1975, դա կոչվում էր Գերի Գուրգեն Յանիկյան խումբ։ Սովորաբար, այսինքն որևէ մեկ այդտեղ գաղափարական բան չկա, պարզապես այդ խմբի անունը ցույց է տալիս, որ ուրեմն այդ խմբի անդամները ուղղակի համամիտ են Գուրգեն Յանիկյանի առաքյալ։ Օրինակից են, համակիր են եւ այլն, եւ պիտի շարունակեն։ Նույն տարվա արդեն երկրորդ կեսին այս ըստ լուրերի, ըստ լավադերյա կապտուների, ես չեմ կարող վստահ ասել, երևի ուրեմն Գևորգ Պաչեմյանի թելադրանքով կամ խորհրդով կազմակերպություն այդ խմբակը որդեգրեց մեկ այլ անուն, կոչվեց հայկական գաղտնի բանակ։ Այստեղ պիտի նկատեք նաև մի որոշակի նաև այսպես համանմանություն իռլանդական, ասենք հանրապետական բանակի հետ, բասկական շարժման հետ, այս բոլոր ազատագրական շարժումների հետ ասալան ունեցել է որոշակի առնչություն եւ այսպես իրար նույնիսկ գործակցություններ եղել, որոշ դեպքերում գործակցություն եղել։ Բայց հստակ պետք է ասվել լավ հայկական գաղտնի բանակ, բայց ինչ է հետապնդում։ Արդեն 76 թվականին մեկ տարի հետո անվանումը դարձավ ամբողջական Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ։ Եվ զինանշանը արդեն կար եւ այլն, ես այստեղ կարող եմ ցույց տալ, որոշ այստեղ բերել եմ, դա կարելի է կազմակերպությունն է հայկական, որ այն ժամանակ եւ հիմա է իր զինանշանի վրա գրել է եւ գրում է Կալաշնիկով ինքնասիկի նշանը, այսպես է։ Ուրեմն սա Հայաստան բարբերական է, պաշտոնական օրգան ասալայի մի համարներից մեկն է, որտեղ ուրեմն տեսնում եք զինանշանը, դա ամբողջական Հայաստանը, դա հայկական լեռնաշխարհն է, որը իդեպ հիմա կասեմ այդ Հայաստան ընդդումը ասալայի մոտ տարբեր է ինչ-որ մեր այսօր հատկապես իշխանությունները հասկանում են։ Հայաստանի Հանրապետությունը ասալայի համար Հայաստան չէ, Հայաստանի մի մասն է։ Եվ այդպես էլ կա իրականում։
հայկական լեռնաշխարհը կամ հայկական Բարսավան տակ ասենք ինչպես ոմանք ասում են պատմական Հայաստան եւ այլն, դա է ուրեմն ամբողջական հայրենիքը եւ զենքը։ Դա զենքը շատ կարեւոր է, ինչ համար եմ ուզում ասել, վերջերս ուրեմն Սեզար համար է բոլորը երաբլուրում եղած կլինեք, եթե մուտքին կամ մի ուշագոտով, վերջերս է բացվեց բանաձորում մի ուշագոտով, ասալայի տարնշված, որտեղ է զինանշանը կա առանց զենքի, հասկանում եք, իսկ ասալը առանց զենքի տացիկ ծաղր է, որովհետև հիմա կասեմ նաև։ Եվ այստեղ ես հիմա ասեմ, ուրեմն հայկական ցեղասպանության արտադրության մարտիկներին, դրանք իրենց առաջին անգամ հայտարարեցին 1975 թվականի հոկտեմբերի 22-ին Վիեննայում Թուրքիայի դեսպանի աղավեկումից հետո, սպանությունից հետո, ինչ ասեմ, այդպես հայտնվեց մի այդպիսի անունով կազմակերպություն, հայկական ցեղասպանության արտադրության մարտիկներ։ Նույն գործողություն նաև ստանցնեց Ասալան, սա հետաքրքրական է, ես էլ չգիտեմ ով է արել, ինչ է արել, չեմ կարող հստակ ասել, բայց անունների մեջ շատ ուժ հետաքրքրական է տարբերությունը։ Ուրեմն մեկը հետապնդում է հայկական ցեղասպանության արտադրության մարտիկներ, այսինքն հայկական ցեղասպանության ճանաչում եւ նրա համար արդարություն լինի հայության։ Նրանց չունեցան իրենց անձնական ուրեմն սեփական, այսպես ասենք, արտահայտչամիջոցները, բարբերական մամուլ եւ այլն, բայց դա բոլորն գիտեն, իրենք իրենց ակորդ գործունեությունը արտացոլվում էր դաշնակցական մամուլով։ Այսինքն իրենց գործողությունների մասին գրություններ, վերլուծական հոդվածներ եւ այլն։ Եվ գործածվեց մի եզրաբանություն, որ այսօրվա կտրվածքով, եթե դա դարձել նայում ենք, շատ վատ անդրադարձ է ունենում այսպես մարդկանց այսպես ընկալման վրա, որտեղ իրենք հայտարարում են, որ իրենց պայքարը քաղաքական ահաբեկչություն է, այս ուրեմն եզրաբանությունը, քաղաքական ահաբեկչություն, այդպես էին հայտարարում։ Ինչպես գիտեք, վերջին մանավանդ 20 տարիների սովետական անկումից հետո ամենամեծ թշնամին աշխարհին համարվում է ահաբեկչությունը եւ միջազգային պայքար է հայտարարվել ահաբեկչության դեմ։ Եվ հստակ հարց չկար, մինչև այսօր էլ մենք հայկական վիճավայրում մենք շատ հարցեր չենք բարձել մեզ համար, որոնցից մեկն էլ հետևյալն է։ Լավ, ենթադրենք պայքարում ենք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, պայքարեցինք, լավ, ճանաչեցին, նույնիսկ Թուրքիան ճանաչեց, լավ, հետո դա ինչ է։ Հստակ չի ասվել, թե ինչ է։ Ինչ ասալային ոչ շատ հստակ ասված է, նույնիսկ ալման մեջ է ասված եւ իր գրականության մեջ, այդ մասին եմ այս կարտահայտվի, որ նպատակը ամբողջական Հայաստանի ազատագրումն է, մեկ հայկական պետության կազմում եւ այդ պետության մեջ հայկական համահավաքը, անշուշտ իհարկե ով որ կփակի ապրել Հայաստանում, չես կարող ստիպել որևէ մեկին։ Այսինքն դարձյալությունը հետևյալն է, ասալային մոտ հետևյալ 3 կետերն են, այնպես էստեղ մեկ երեք արեն իրենց տարածությունից, Գիրագոսյանի եւ Թուրքիայի պատմության դատաստանի առաջ դրա մի հատորյակ ռուսերենի հայերեն թարգմանությունն է, ուշադրություն դարձրեք հետևյալի վրա, ուրեմն այս ժողովրդի բանաչներն են, իհարկե ասալան նկատունին իրեն, առաջին հայկական ցեղասպանության փաստի ընդունումը, երկրորդը վնասներով հատուցումը եւ ազատագրված հայրենի հող վերադարձի իրավունքի ճանաչումը, երրորդը գործնական գետնի վրա հայկական պայքարի օժանդակումը, գործնական գետնի վրա մեծատարով է։ Եվ ինչ ավելացված, ուշադրություն դարձրեք այս մեկին։ Երեք բանջները, ընդունողները կնկատենք հայ ժողովրդի դաշնակից, այսինքն ցեղասպանության ճանաչում, հայ ժողովրդի ազատագրված տարածքներում իր սեփական կյանք ունենալու իրավունքի ընդունում եւ գործնական կյանքում գործնականում օժանդակել այդ հայության այդ պայքարին։ Նշանակում է 3 ընդունողները հայտարարում են դաշնակից։ Առաջին երկուսը ընդունողները, ասենք ցեղասպանության ճանաչումը եւ հայության վերադարձի իրավունքը իր ազատագրված տարածքը, նկատում ենք ասում են բարեկամ։ Իսկ 3 ընդունողները թշնամի, բացի։ Այստեղ ուշադրություն ուզում եմ հրավերեցնել։ Միայն ցեղասպանություն ընդունողները կնկատեն ավելի վտանգավոր թշնամիներ, քան զայն չընդունողները։ Ինչու՞։ Քանի որ այդպիսի քաղաքականության նպատակն է հայ դատի լուսման հերանեկարով օրորեցնել հայկական զանգվածները եւ թույլատրել անոնց պայքարի ուժը։ Հիմա գիտեք, երբեմն մեզ մոտ շփոթ կա, ասում են հայ դատն է հետապնդում Հայաստանի իշխանությունները կամ չգիտեմ ինչ եւ այլն կամ այսինչ կամ այնինչ։ Միայն դառնջատենք, ինչ ենք հասկանում հայ դատ ասելով, գիտեք շատ հետաքրքրական բան եմ ասելու։ Ես այս թեմաները ուսումնասիրել եմ, հայ դատ, հայ ինքնություն, հայոց հայրենիք եւ այլն։
մի այնպիսի խարխափում կա, մի այնպիսի սահմանումներ կան տարբեր բնույթի։ Հավատացեք, ասենք չեմ ուզում ցեզ հետ վիրավորել, եթե մենք մի հատ այստեղ գաղտնի բան անենք, դուք ինչ եք հասկանում հայտած ասելով, հավատացեք, որ գոնե մի 10 տարբերակ կլինի։ Սա ողբերգություն է։ Ես ցեզ ավելին ասեմ, նույնիսկ մեր ակադեմիական շրջանակներում, պատմագիտական, քաղաքագիտական, ակադեմիական շրջանակներում չկա միասնական մոտեցում։ Մինչև այսպես չպետք է լինի։ Մենք ինչ ենք ուզում։ Վերջիվերջո մենք ինչ ենք հասկանում հայտած ասելով։ Ինչ է հայտածը, սահման է։ Չկա, չունի։ Դարձեք բան ենք ասում։ Նույնիսկ չենք հասկանում, մենք չգիտենք Հայաստանը որն է։ Պատկերացրեք։ Որ Հայաստանը ինչ է նշանակում, մենք էլ չգիտենք։ Ոմանք ասում են Հայաստանի Հանրապետություն է, ոմանք ասում են սա է, ոմանք նաև Գիտիկյան է մտցնում եւ այլն, ողբերգություն է։ Ինչ է, ասենք առաջ։ Ասանան ունեցավ իր դրոշը, որի գույնը կարմիր է։ Ես ուսուցիչ չունեմ, որ դերեի։ Դա էլ է խորհրդանիշ, գույներն են խորհրդանիշ, կարմիրը հասկանալի է, որ դա արյան գույն է։ Դա ցույց է տալիս, որ միազինյա պայքարով, որը անհրաժեշտորեն պահանջում է կամ ենթադրում է մերնել եւ վերցնել, այսին արյուն թափում։ Դրա համար էլ արյան գույնն է, լավ, արյան գույնով է, կարմիր է։ Եվ երկու կարգախոսներ, որոնք շատ կարևոր են հասկանալու համար ասալայի գաղափարախոսական հիմունքների բուն էությունը, կդասված երկու պոստուլատների մեջ, երկու ուրեմն այսպես սահմանումների մեջ։ Կարծեմ, ուրեմն զինյալ պայքարը եւ քաղաքական ճիշտ ուղին, ճիշտ գիծը ուղին են Հայաստանի։ Զինյալ պայքարը եւ քաղաքական եւ սա ոչ գամ չի ասում, այլ եւ քաղաքական ուրեմն ճիշտ գիծը ուղին են Հայաստանի։ Հիմա այստեղ կարող եք բացատրել, թե ով ինչ է հասկանում քաղաքական ճիշտ ուղին որն է։ Իհարկե, ամեն մեկը կարող է տարբեր կերպ հասկանալ, բայց զինյալ պայքարը անպայման է դրված, բայց մաթեմատիկական լեզվով ասած, ասենք կարող ենք ասել, որ զինյալ պայքարը դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է հայկական հողերի ազատագրության համար, ըստ ասարայի որդեգրած գաղափարախոսության։ Բայց այսինքն առանց զինյալ պայքարի ոչ մեկ ազատագրում չի լինի հողային։ Մինչև այսօր է սա է։ Այս թարրական ճշմարտությունը ցավոք սրտի մեր հայկական միջավայրում այսօր չգիտեն։ Կա ենթադրում են, որ ինչ-որ հողամասեր պիտի դրամադրեն այսպես ըսկուդերի վրա, այդպիսի բادرանքներ մենք ունեցել ենք, մեր սերունդ ունեցավ 80-ականների վերջին, Արցախյան շարժման ժամանակ, ես էլ եմ ունեցել, ինքնակնադադար բարասեմ, որ չգիտեմ Մոսկվան ելնի ու Արցախը կնվիրի վերցնի, չգիտեմ Ադրբեջանից կտա Հայաստանին կամ չգիտեմ մի այլ կերպ, այլ ինչպես գիտենք դա կատարվեց արյան գնով, մեր ժողովրդի ահռելի մեծ ժողովությունների գնով, եւ որոնք նաեւ մինչեւ այսօր շարունակվում են, եւ ասենք պատերազմը չի ավարտվում։ Ուրեմն զինյալ պայքարը անհրաժեշտ պայման է համարվում ըստ ասարայի հայկական հողերի ազատագրության համար եւ քաղաքական ճիշտ գիծը։ Հիմա քաղաքական ճիշտ գիծը ոմանք ով ինչպես է հասկանում, ես էլ չեմ կարող ասել, բայց ըստ ասարայի դա առնչվում է իր երկրորդ գաղափարախոսի հետ, որն է Գեսի իրավազրկված ժողովուրդներու միջազգային համերաշխությունը։ Գեսի իրավազրկված ժողովուրդներու միջազգային համերաշխությունը։ Այս պոստուլատը բացատրելու համար ասալայի գրականության մեջ ես այս մասին մի փոքր կարողացեմ, կարող եմ շասնել կա մի հրապարակում, որի վերնագիրը բավական այսպես բացատրողական է։ Ասում է ազգայնական ենք եւ միջազգայնական։ Այսինքն նացիոնալիստ, բարերով ասենք եւ ինտերնացիոնալիստ են։ Ուրեմն եւ այնտեղ խոսվում է դեպի նախադասությունը։ Ազգայնական ենք, ինչ կվերաբերի մեր դատին, մեր ժողովրդի դատին, հայության դատին։ Իսկ միջազգայնական ենք, ինտերնացիոնալիստ ենք, ինչ վերաբերում է ուրիշ ժողովուրդների ազատագրական պայքարներին, իդեպ նաև ուրիշ ժողովուրդների դեպքում նաև անպայման կերպով հաշվի էր առնվում ոչ մենակ հողային ազատագրական խնդիր, ասենք պաղեստինցիների մասին է, կամ ուրիշ իռլանդացիների մասին է, բասկերի մասին է, այլ նաև նույնպես նաև սոցիալական անարդարության դեմ պայքարի հարցերի դեպքում դա ուրեմն ասարան նկատում էր, որ ինքը այդտեղ ուրեմն օժանդակելու կարիք ունի։ Եվ սա սովորական կարգախոս չէր, ասեմ ցես, ես այլաշ նշեցի, այդ պայքարող կազմակերպությունների հետ իռլանդական հանրապետական բանակ, բասկերի, փորսիկացիներ եւ այլ այսպես հատկապես պաղեստինյան տարբեր կազմակերպություններ եղել են շատ լուրջ շփումներ, ներառյալ նաեւ Թուրքիի Քուրդիստանի բանվորական կուսակցությունը, բայց դա վերջինս չի շարունակվել
քուրդերի որոշակի, այսպես ասած, ուխտադրժության պատճառով, այսպես կարող եմ ասել։ Ասալայի հիմնական այս գաղափարախոսությունները կարող եք գտնել 3 դպագիր նյութերում։ Հիմնականում 3 դպագիր նյութերում է, ունի հրատարակված։ Առաջինը բարբերական մամուլն է, իր բարբերական մամուլը, ինչպես նշեցի, դա ուրեմն Հայաստան պաշտոնական օրգանն է, որը սկսեց դուրս տեսնել 1980 թվականի հոկտեմբերից, առաջին խմբագիրից է շատերին ծանոթ Ալեք Ենիկոմովյանն է, հենց խմբագրեց ու գնաց այդ գործողություն անելու, որ հետևանքով գիտեք շարժողվեց ու այդպեսի աղետ պատահեց իր հետ, հետագայում ուրիշները շարունակեցին։ Արմենիա ուրեմն հետագայում ունեցել է տարբեր լեզուներով էջեր, նաև առանձին հրապարակումներ, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ այլն։ Իր օժանդակ մեկ ոչ չի դեպքում։ Հիմա կասեմ այդ մասին կասեմ ձեզ, ուրեմն երկրորդ ուրեմն ասալայի գաղափարները արտահայտող, արտացոլող եւ նրա հատկապես պատմության ու գործողություններին անդրադարձող բարբերականները եղել են հայկական ժողովրդային շարժումի տարբեր բարբերականներ։ Այդ շարժումը ասալայից բացահայտ գործող կառույցներ էին, բացահայտ գործող։ Այսօր դրանք գոյություն ունեն որ տարբեր տեղերով թե թուլացած վիճակում։ Դրանք ունեցել են տարբեր լեզուներով, տարբեր երկրներում մոտ 18 անուն տարբեր բարբերականներ, որտեղ արտասովորվել է նաև հայկական ուրեմն ասալայի գաղափարախոսությունը, թե ինչպես են ինչ հասկանում, ասենք հայկական տարբեր խնդիրների վերաբերյալ։ Երկրորդ դպագիր նյութերի երկրորդ ուրեմն զանգվածը դա որմնացներն են, օտար բարովաշիշաներն են, որոնք մոտ 70 անուն են հաշվում, 70 բարբերակ է հաշվում։ Հիմնականում դրանք հրապարակվել են այսպես ասած որակային գործողություններից հետո, ասենք անստացմանական գործողություններ, մեկ հենց նույն Վազգեն Սիսիլիայի կամ Կարեն գործողություններ Սեմբովայի օտանավակայանում 1982 օգոստոսի 7-ին եւ այլն, այդ նյութերը հիմնականում ավելի շատ դեղատվական են, բայց պատահում են այնտեղ լոզունգներ կամ արտահայտություններ կամ հատվածներ տարբեր հայ գրողներից կամ ուրիշների գրություններից, օտարների հայության վերաբերող, որոնք արտահայտում են նաև գաղափարախոսական որոշակի դրույթներ ասալայի կանոնշված։ Երրորդ բլոկը դեղատվական, դա նաև ասալայի տարբեր հրատարակություններն են, գրքերի գրքությունների տեսքով, ես այստեղ մի քանի օրինակներ բերել եմ, իդեպ ասեմ, ես նաև թողել եմ պարոն Բաբյանի մոտ, հետագայում եթե ցեզանից որևէ մեկը կցանկանա, կարող եք գտնել։ Ասենք այս մեկը ծրագիրն է, հենց ասալայի ծրագիրն է, այստեղ կգտնենք ամեն ինչ ինչ-որ ասացի ավելի մանրամասնված ձևով, թե ինչեր հետապնդում այդ ծրագիրը։ Էլեկտրոնային տարբերակով այդ չեն կարող Ճիշտ ասած, ես չգիտեմ, չկա, որովհետև կազմակերպությունը դառնի, այս չունի գայքեջի եւ այլն չունի, թեև ասեմ Հակոբ Հակոբյանի անունով այսին առաջին ղեկավարի զինվորական ղեկավարի որդին Տուրքեն Հակոբյանի չգիտեմ որ երկրից, եթե ինտերնետում բացեք բասարա եւ այլն դա, այդտեղ ինքը որոշակի նյութեր հրապարակում է, այսպիսի բնույթ, այս բնույթի ներառյալ է գաղափարական բնույթը։ Ասենք geopolitical importance of Soviet Armenia today, ասկա ուրեմն հայերենից թարգմանություն է, Armenian question and Turkish expansionism, հեղափոխական գազագերբության հիմունքներ են եւ այլն, այստեղ սիոնական թատրը բարձ է, կամ այսպիսի մի ուրեմն հայերը անցյալի եւ ներկայի միջեւ, այսինքն հայոց պատմություն է, բայց արդեն քննադատական թե ինչպիսի սխալներ են թույլ տվել ֆեդերական շարժման ժամանակ, հետագայում եւ այլն եւ այլն։ Նաև կան առանձին գրքեր, հետագայում հայկական ժողովրդային շարժումն է հրապարակել, Հայաստանի Հանրապետությունում էլ հրապարակված կա, մեկ օրինակ Շահան Աթալի թուրքեր եւ մենք խորագրով գիտներ, երկրորդ այս ուրեմն Յանիկյանի հուշերն են նպատակ եւ ճշմարտություն, կարող եք գտնել նաև ինչ-որ շուկաներում կամ այսպես ասած գետնանցուների վաճառողների մոտ։ Ոստով ասենք հասկանում բավարարում են հարցեր կլինեն, ներկայումս ուրեմն ձեր հարցին պատասխանելով թե ինչպիսի գրականություն է լույս տեսնում, ընդամենը մեկ օրինակ դարին մի անգամ լույս է տեսնում Բեյրութում Սպիրտ հանդեսը, որը հանդիսանում 1990 թվականից սկզբից Լիբանանում հայկական ժողովրդային շարժումի պաշտոնական օրգանը,
Այստեղ ինչպես նշեցին Լույս Էնդերսում հասարայի կապված եւ այլն մինչեւ դարի մեկ օրինակ է լույս տեսնում, մեկ համար է լույս տեսնում եւ այստեղ նաեւ միջուկներ կան, վերջին 2 տարիների միջուկները վերաբերում են հենց մեր հարցին, առաջինը դա հենց բանն է, վերջին 3 տարիները, մենակ աֆիշաներն են ներկայացված, այդ դա ինտերնետում կա, հասարայի աֆիշները կան, ու շուտով նաեւ առանձին գրքույկով հրապարակելու են ատենտում, այդպես ասացին, մեկում կան ուրեմն հասարայի գործողությունները ամբողջական, որքան հնարավոր է ցուցակներ, մեկում կան ուրեմն հասարայի մամուլներ, բանը, հիմնական արմենիական է դրա ապրած փոփոխությունները, ծավալի, բովանդակության եւ այլն այդ մասին։ Այսօրվա դրությամբ որպես բարբերական հրատարակություն հասարայի գաղափարները արտահայտող դա մենակ սպյուրք հանդես է, այս մեկն է, իսկ հայկական ցեղասպանության արտահայտության մարտիկների ու նրան հաջորդած հայկական հեղափոխական բանակի գաղափարները արտահայտվում են, այսօր էլ արտահայտվում են Դաշնակցության ուրեմն երիտասարդական դիպանանի երիտասարդական միության օրգանը կա ռազմիկ թերթում։ Երբեմն հրապարակումներ լինում են հատկապես այսպես զգայացուցիչ գործողությունների մասին, ինչպես անցյալ տարի Լիսաբոնի Թբիլիսի զոհված տղաների գործողության նվիրված մի առանձին համարը նվիրված էր Լիսաբոնին, այսինքն արտահայտում է դաշնակցական մամուլը արտահայտում է, բայց հիմնականում գաղափարական որևէ նորություն այնտեղ չկա, բարձրապես հստակ է որ ուրեմն հայկական ցեղասպանության արտահայտության մարտիկներ եւ նրան հաջորդած հայկական հեղափոխական բանակը գաղափարախոսական տեսակետից որդեգրել են եւ որդեգրած են կամ էին չգիտեմ, չեմ կարող ասել, որ եթե գոյություն ունեն, դրա համար եմ ասում, ես չգիտեմ, որդեգրած են դաշնակցության գաղափարախոսություն, ինչպես դա ցեզել հայտնի է դաշնակցության գաղափարախոսությունը, ցեզ չներկայացնեմ, միացյալ անկախ Հայաստանը դա այսպես իրենց հիմնական դաշնակցության գաղափարախոսն է։ Ես մի տեղեկություն մինչև հարցերին անցնելը առաջիկայում հուսանք որ այս տարվա ընթացքում մենք Սփյուռքից ակնկալում ենք մի մեծ գրադարանի նվիրատվություն, որը պիտի վերաբերի ասենք հայկական նորագույն պատմական կարևորագույն իրադարձություններին, այսինքն կան մարդիկ, որոնք տարիների ընթացքում հավաքել են ահագին ուժեր բան եւ հիմա գտնում են, որ ճիշտ տեղը այստեղ է մեզ են ուզում տան, որովհետեւ առաջի խմբականակը, որ իրանք պետական գրադարանին նվիրեցին, դա իսկույն փակեցին։ Մուտք չկա էլի, այսինքն հասկացան, որ չի կարելի տալ, որովհետեւ այդ ամբողջը դառնում է գերեզմանոց։ Դրա համար հիմա ոնց որ թերություն են տան, որպեսզի երբ որ կունենանք այդ ժամանակ կարող եք գալ եւ օգտվել, ուսումնասիրել, քան կարծում եմ հետաքրքիր կլինի։ Ես մի հարց ունեմ, որովհետեւ այս արդեն ինձ հետ է առնչվում, այդ դուք ասացիք, որ այս քարտեզի վրա պատմական Հայաստանն է։ Վստահ եք, որ պատմական Հայաստանն է, որովհետև իմ պատկերացումով սա Ուիլսոնյան Հայաստանյան, սև ծովով, այս ամբողջով եւ այլն։ Գիրիկական է։ Չէ, գիրիկական չկա, հաստատ չկա, չէ։ Ուրիշ հրապարակումներ մեծ որովհետև պատմական Հայաստանը ելք չունի դեպի սև ծով, այս հստակորեն Սինոպի շրջանն է, այս ավելացրել են եւ այլն։ Բայց սա մեջ բանն է, Ուիլսոնյան Հայաստանն է, հաստատ։ Ես մի պատկերացում Եթե հետաքրքիր է նայել, թե որ շրջանում ինչ քարտեզ եղավ, էլի այսինքն որքան գիտեմ ուրեմն արշակունիների ժամանակաշրջանի չէ, բայց ասի հաստատ արշակուններ, ջեսի Սև ծովի եզրակիցն է այդ հատվածը։ Հարցեր, ընտրեմ։ Այստեղ հստակ բացահայտ չկա, որը Երկու հարցն առաջինին դուք ասացիք, որ կպատասխանեք ինչու չի պետքում օգտարարատի կուզենայի անդրադառնալ, մեկ է մի հատ հարցեր ունեմ, չեք կարծում, որ ձեր գաղափարախոսությունները դաշնակցությունից կանող ինչ-որ խմբագրություններում կամ չգիտեմ ինչ-որ հոդվածներում սահմանափակում է Ասալայի գաղափարը։
ասենք դաշնակցությունի կուսակցությունն չէ, ինչքան էլ կուսակցություն տալանջատում է հասարակությանը, իսկ իմ կարծիքով Ասալանն ասենք միակ ուրիշ գաղափար պետք է ունենա, որ չպետք է ամբողջ ինչ որ կուսակցության հետ, այլ ընդհանրապես պետք է իր գաղափարախոսություն առանձին արտահայտել։ Ինչ վերաբերում է Ուխտ Արարատի, ես կազմակերպության անդամ սկիզբ եղել եմ, հետո այսպես ասած կապ չունեմ, չեմ կարող պատասխանել, որ ինչի լույս չի տեսնում։ Երևի խմբագրի պիտի հարցնեք կամ ուրիշներին չեմ կարող ասել։ Երկրորդի դեպքում ասեմ միակ այո Ասալանում Վազգեն Սիսիլյանը այն ժամանակ